հայրաքելական եկեղեցին ստորադասվի Փաշինյանի իշխանությանը։ Ինչու հիմա։ Ուրեմն հիմա տեղի ունեցել հետևյալը. Փաշինյանը ամեն գնով փորձում է ցանկացած իջումներով իրականացնել իր այսպես կոչված խաղաղասիրական գործընթացը, մինչև վերջ արդեն ճնշում է մնացյալ արցախյան ինստիտուտները, որոնք մնացել են Հայաստանում, եւ եկեղեցին ընդդիմանում է այս գործընթացին։ Այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ընդդիմությանը, որպեսզի նրանք ինչ-որ տեսանելի լուրջ ալիք բարձրացնեն, որը երկրում ինչ-որ բանով իրավիճակ փոխի, չեմ ասում իշխանությունը փոխի, այլ իրավիճակ փոխի, դա ես չեմ տեսնում։ Իսրայելը փորձում է դա թույլ չտալ։ Եվ հենց իրանք տեսան, որ Իրանը արդեն այդ վերջնական ֆինիշին մոտենում է, հարվածեցին։ Ադրբեջանը կարող է տեսականորեն պայից օգտվել։ Նախ ինքը ակնհայտորեն օգտվելու է այս լարվածությունից եւ պահանջելու է Հայաստանից նոր զիջումներ, եթե Իրանը խճճվի այս պատերազմի մեջ, տուժի եւ հարձակումների ենթարկվի եւ արդեն ունակ չլինի արձագանքելու, ապա այո, հարձակումը չեմ բացառում։ Իրանը եթե ստիպված է լինելու այս զորք օրինակ հետ կանչել, այդ պարագայում Ադրբեջանը կարող է նաեւ իր բախտը փորձել։ Armenia Today կայքի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, անդրադառնալու ենք թե ներքաղաքական իրավիճակին դարձյալ, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում եւ մեր երկրի շուրջը արտերկրում, մեր սահմանների մոտ դարձյալ բավական չասեմ սուր լարված իրավիճակ է։ Իմ հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, Հրանտ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Նախ սկսենք եւ ներքաղաքականից, Նիկոլ Փաշինյանը շարունակում է այս արշավը եկեղեցականների եւ մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ։ Մինչեւ ուր կարող է այս ամենը հասնել եւ ինչու է ձեռնարկել նա սա եւ ինչու հիմա։ Դուք ինչ եք հասկանում։ Սկսենք նպատակներից, մինչև որ կարա սա գնա, Փաշինյանի ակնհայտորեն արտահայտված նպատակը այն է, որ փոխի կաթողիկոսին մեծ հաշվով, եթե այս տրամաբանությունը շարունակենք, ապա նպատակը այն է, որ հայրաքելական եկեղեցին ստորադասվի Փաշինյանի իշխանությանը եւ ինչպես որ օրինակ երկրապան արդեն ամբողջությամբ իմաստազրկվել է եւ անգործունակ է դարձել, նման իրավիճակ ստեղծել հայրաքելական եկեղեցում։ Սա է նպատակը եւ եթե Փաշինյանի մոտ հաջողի, իհարկե հենց դա է անելու։ Սակայն մենք տեսնում ենք, որ իր մոտ ոչ մի բան չստացվեց, սա իրականում երրորդ արդեն հարձակումն է հայրաքելական եկեղեցու դեմ, առաջինը եղել 2018 թվականին, երկրորդը 20 թվականի վերջում 21 թվականի սկզբում եւ վերջինը հիմա սա նախադեպ է, ներեցեք այսպիսի նախ ռետորաբանությունը, նախ քայլերը։ Այո, սա նախադեպ է, բայց առաջ Փաշինյանը այդքան շատ իշխանություն չի ունեցել։ Հիմա իր մոտ տպավորությունը, որ ինքը ամեն ինչ կարող անի, բայց նույն ժամանակ ինքը զգում է, որ համաշխարհային իրավիճակը լարվում է իր համար եւ փորձում է արագանալ եւ դրա համար նաեւ ավելի նյարդային է դարձել։ Մենք տեսնում ենք վերջին մի քանի ամսվա ընթացքում իր արտահայտությունները շատ սուր են, որը ցույց է տալիս, որ ինքը իր նկատմամբ վերահսկողություն է կորցրել մի կողմից եւ մյուս կողմից ինքը շտապում է, բացի այդ ինքը արդեն չի զգում, որ ինքը ինչ որ պատասխանատվություն ունի, այսինքն դիմադրություն էլ չի զգում։ Այս կոմպլեքսը խնդիրների ցույց է տալիս, որ բացատրում է, թե ինչու է ինքը այդպես է իրեն պահում։ Կա նաև հասկանում ենք, շատերն են դրա մասին խոսում, որ սահմանադրությունը կոնկրետ կետերով նշված է եկեղեցու դերը մեր կյանքում եւ որքանով է նա անջատ յուրաքանչյուր իշխանությունը եւ ընդհանրապես պետությունից։ Պետության մի մաս չի կազմում որպես այդպեսին։ Հիմա այս պարագայում Փաշինյանի հաշվարկը որտեղ է եւ արդյոք Փաշինյանը իր ծրագրերը, ինչպես նա արդեն հրապարակել է այդ ծրագրերը, անգամ կարող է կյանքի կոչել, խոսքը գնում է նաեւ որոշակիորեն, եթե կաթողիկոս է ցանկանում ընտրությանը ընտրել կաթողիկոս, նոր կաթողիկոս, ապա ձևավորել հատուկ խումբ դրա համար եւ խմբի անդամների քասթինգը նույնիսկ սկզբն եմ ասում ինքը իրականացնել այս ծրագրերը ինչպես նա պետք է կյանքի կոչի։ Նախ որևէ տեղ չկա նման ռեգուլյացիա ոչ հայրաքելական եկեղեցու ոնց որ նորմատիվային բազայի մեջ, այսպես ասեմ, ոչ էլ
պետական իրավական փաստաթղթերի մեջ, որ նման ձևաչափ կա կաթողիկոսին ընտրելու, այսինքն որ վարչապետը նշանակի ինչ-որ հատուկ խումբ, որը այսինքն վարչապետը նշանակի բարեվարկությունը պետք է նախ ստուգեն այդ մարդիկ թեկնածուների կաթողիկոսի։ Ինչ իրավունք ունեն նրանք բարեվարկությունը ստուգելու, ել չեմ ասում, որ եթե մարդիկ առհասարակ, հա, կյանքի կանոնը, եթե դու ինչ-որ մեկի բարեվարկություն ես ստուգում, սկզբից մի հատ քո բարեվարկությունը ստուգի, ստեղ Փաշինյանը եւ իր մերձավորները շատ լուրջ խնդիրներ ունեն, թե կյանքում, թե քաղաքական կյանքում, բայց դրանից մի կողմ հետ քայլենք, այսինքն ինչա տեղի ունենում։ Փաշինյանը ակնհայտորեն փորձում է ուղղակի ապօրինի զավթել վերջին ինստիտուտ, որը իրեն չի ենթարկվում։ Ես երկրապահ մեջ բերեցի, մինչ այդ մի հատ հերթով գնանք։ Առաջինը նա հարվածեց կառավարությունը զավթեց գործադիր իշխանությունը։ Հետո դա եղել է 2018 թվականի մայիսին։ Հետո արդեն Աշնանը հոկտեմբերին ազգային ժողով։ Ազգային ժողովը մինչ այդ կարող ենք հիշել նաև Երևանի քաղաքապետարանն է զավթել, հա, հունիսին Բայց զավթել թե ընտրություններով ի վերջո հաղթել եւ ստանալ այդ Ոչ, իհարկե զավթել է, որովհետև եղել է ընտրած քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը ուներ բավականին բարձր լեգիտիմություն։ Եվ նրան ճնշմամբ տարբեր սպառնալիքներով, այդ թվում փողոցային գործողությունով, այդ թվում նաև իրավական ինչ-որ ճնշումներով պարտադրել են, որ ինքը դուրս գա իր պաշտոնից։ Հետո նշանակվել է ընտրություն, որտեղ որևէ adekvat մրցակցություն չի եղել եւ ընտրվել է Հայկ Մարությանը, որը հավաքել է 82%, այսինքն մրցակցություն չի եղել, բայց հետո այդ ընտրված քաղաքապետին, որը կարծես թե Գոնե Փաշինյանի համակարգում բացարձակ մանդատ է ստացել, էլի ճնշել են, ստիպել են, որ ինքը դուրս գա էլի առանց ընտրությունների, հա, մենք տեսնում ենք միտում, որ ընտրությունները խորհրդարանի անցկացվել են արտակարգ իրավիճակում կարելի ասել, այսինքն ճնշվել է ամեն ձևով նախորդ ազգային ժողովը, որը էլի ընտրությամբ է եղել ձևավորված, ճնշվել է, մարդիկ հետո ստիպված արդեն adekvat մրցակցություն չի եղել, հետո մեդիա դաշտում անհավասարաչափ իրավիճակ է տիրել, նաև քաղաքական, եւ Փաշինյանը այս ամեն ինչը օգտագործելով ստացել է սահմանադրական մեծամասնություն։ Դա իրան չի հերիքել, նա գնացել է պատերազմով դատարանների դեմ, կարող ենք հիշել 2019 թվականի մայիսին արդեն սկսեց հարձակումներ դատարանների դեմ, կոչ է արել, որ ժողովուրդը շրջափակի դատարաններ, տեսել է, որ ժողովուրդը չի շրջափակում, հրաման է տվել, որպեսզի շրջափակեն ոստիկանները դատարանները։ Եվ դրանից հետո սկսել է դատարանների զավթումը, այսինքն դատական իշխանության զավթումը, հա, կարող ենք հիշել առանձին որպես դրվագ արդեն սահմանադրական դատարանի զավթումը, որը արդեն 2020 թվականին է տեղի ունեցել։ Ի դեպ նա փորձել է այդ ժամանակ անցկացնել հանրաքվե, հետո հասկացել է, որ հանրաքվեով չի ստացվի եւ ուղղակի օգտագործելով այս ապօրինի կերպ ստեղծված սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում կիրառելով արդեն ստացել է նաև այդտեղ վերահսկողությունը։ Կարող ենք հիշել, որ արդեն շատ տարօրինակ ձևով գնացել է նախագահան, հա, Արմեն Սարգսյանը, որի մանդատը պետք է մինչև 2025 թիվ շարունակվեր, եթե չեմ սխալվում, 7 թե 6 տարով նշանակվում նախագահան, եւ նա գնացել է անհասկանալի ձևով, նա խանգարում էր Փաշինյանին։ Ներկա նախագահան ամբողջությամբ ստորադասված է գործադիր իշխանության, հա։ Հետո կարող ենք հիշել նաև կարող ենք հիշել մյուս ինստիտուտը, որը քիչ թե շատ անկախ էր գործադիր իշխանությունից, դա օմբուդսմանի ինստիտուտ, այսինքն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, հա, երբ որ Արման Թաթոյանն էր այդտեղ, նա զգալիորեն անկախություն էր ապահովում իշխանությունից, որը ինքը պետք է անի, եւ իր օրակարգ էր տանում թե մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի ներսում, թե նաև Արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։ Այդտեղ էլ կարծես կարելի ասել դիվերսիա եղավ, ոչ թե այն պատճառով, որ ապօրինի հերացրել են, ոչ իր ժամկետը, այո, ճիշտ է, ժամկետը սպառվել, բայց հետո, որpիսի նոր մարդու իրավունքների պաշտպանը նշանակվի, այդտեղ պահանջներ կան, թե ինչպես պետք է նշանակվի, ով պետք է նշանակվի եւ պետք է նշանակվի այն մարդը, որ իշխանությունից անկախ է եւ հանրահայտ է իր հասարակական եւ իրավապաշտպան գործունեությամբ։ Ներկա
մարդու իրավունքների պաշտպանը այս չափանիշներին չի համապատասխանում, բայց նշանակվել է, որպեսզի հենց ծածկի իր աչքերը եւ թույլ տա, որպեսզի իշխանությունը իր գործողությունը իրականացնի, այսինքն ամբողջությամբ իշխանությունը զավթված է Հայաստանում եւ հիմա մտածում է ել ինչ մնաց հայրաքելական եկեղեցին։ Սրա մասն է խոսքը։ Ինչու հիմա, եթե դուք այդպես եք նկարագրում իրավիճակը։ Ինչու հիմա։ Ուրեմն հիմա տեղի ունեցել հետեւյալը. Փաշինյանը ամեն գնով փորձում է ցանկացած զիջումներով իրականացնել իր այսպես կոչված խաղաղասիրական գործընթացը, մինչև վերջ արդեն ճնշում է մնացյալ Արցախյան ինստիտուտները, որոնք մնացել են Հայաստանում, եւ եկեղեցին ընդդիմանում է այս գործընթացին, հա, եւ կաթողիկոսը օրինակ Շվեյցարիայում քննադատեց Փաշինյանի գործողությունները, քննադատեց Արցախի նկատմամբ իր քաղաքականությունը եւ քննադատեց նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ քայլեր եւ զիջումները։ Մենք տեսել ենք միանգամից Ադրբեջանում սկսել է կոշտ քննադատությունը եւ դրան որպես արձագանք Փաշինյանը շարունակում է նույն գիծը։ Եվ դա արդեն եւս օրինաչափություն է Ադրբեջանից մի ալիք է սկսվում, որը Փաշինյանը հետո շարունակում է։ Նույնն ա եղել օրինակ սահմանադրության հարցում եւ եւս մի քանի հարցում։ Այսինքն ես չեմ բացառում նույնիսկ որ Ադրբեջանից եւ Թուրքիայից խնդրել են կամ ճնշել են, որպեսզի նա այդ արշավը սկսի, որովհետեւ մենք նման արդեն օրինակներ ունենք։ Նույն ձևաչափով, երբ որ Արցախի նախագահի վերընտրության հարցադրվել, միանգամից բոլոր Հայաստանի ներկայ իշխանության ինստիտուտների կողմից սկսեց ճնշումը, հանրային եւ իրավապահ համակարգի կողմից եւ այդ ընտրություններին խափանել են, այսինքն դեռ իրավիճակը օդի մեջ է, հա, այդտեղ։ Եվ այդ կամպանիան եւս սկսվեց Բաքվից։ Նույն բան է շարունակվում, այսինքն ես սա եմ տեսնում, որովհետեւ այլ բան ենթադրելու մենք ոնց որ հնարավորություն չունենք, ամեն հանրային արտահայտությունը դրան կա։ Հակառակ կողմից նայենք, Մարիա Թորը դեռ զուսպ է եւ իր կողմից սերման չի գնում որպես այդպեսին։ Արդյոք արդեն այս հողի վրա միջքաղաքացիական սերման ռիսկ կա, այդ վտանգը կա, թե չէ։ Եկեղեցականները դրա մասին խոսում են, որ իրանք զսպվածությունը պահում են եւ այդ մակարդակի վրա իրենք են այդպես ասում, այդ մակարդակի վրա չեն իջնում։ Եկեղեցին զգալիորեն իր տրամաբանության մեջ շարունակում է ապրել անցած դարերի տրամաբանության մեջ, հա, 16, 17, 18-րդ դարերի եւ ինքը չի կարող ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված իշխանության հետ մրցել քաղաքականապես։ Չի կարող թե սոցիալական, թե մարդաբանական տեսանկյունից։ Այսպիսով եկեղեցին ուղղակի ես չեմ պատկերացնում ինչպես ներկա կազմով քահանաները սկսեն այդ մարտը կան իհարկե մարդիկ ովքեր նաև կարող են ներկա քաղաքական իրավիճակում կողմնորոշվել։ Մենք նման մարդկանց գիտենք, դա օրինակ Բագրատ Սրբազանն է, դա Միքայել Սրբազանն է, բայց մեծամասամբ այդտեղ լրիվ ուրիշ իրավիճակ է տիրում Սուրբ այդ Մայրաթորում եւ հենց այդ պատճառով եկեղեցին չի ուզում մտնել այս դաշտ, մանավանդ որ եկեղեցին համարում է որ ինքը նայում է աշխարհին եւ ժամանակին մի քիչ ուրիշ տրամաբանությամբ, այսինքն Փաշինյանը այսօր մի օրակարգ ունի, վաղը մյուս, իսկ եկեղեցու օրակարգը բավականին անփոփոխ է արդեն 1000 տարուց ավել եւ այսպիսով այստեղ ուղղակի մտահորիզոնն է ուրիշ։ Փաշինյանը նաև պատասխանել է իր քայլերում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ որոշակի տեսնողներին, իսկ իրականում Անկարայից եւ Թուրքիայից այդպես հայ կեցու դեմ աշխատող ծրագիր կա թե ոչ, դուք մասամբ դրա մասին ասեցիք։ Ես համոզված եմ, որ կա, ունեմ այս վարկածը եւ հիմնվում եմ հետեւյալ հանգամանքի վրա։ Ուրեմն, երբ որ Ադրբեջանը սկսեց պահանջել որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, նրանց պահանջները բազմաթիվ էին իրականում։ Առաջինը Հայաստանի անկախության հռչակագրում Արցախի մեջբերումը եւ նաեւ հայոց ցեղասպանության մասին խոսակցությունը, որի վրա հղում կա նաեւ սահմանադրության սկզբնամասում, հա, դա պահանջում են որ փոխվի, հա, եւ մենք տեսել ենք որ սահմանադրական դատարանը, այս զավթած սահմանադրական դատարանը դա իրականացեց, այսինքն նրանք չեղյալ են համարել կամ հնացած են համարել այս հղումը, որը հղում է անկախության հռչակագրի վրա։ Բայց բացի դրանից նրանք պահանջում են, որպեսզի Հայաստանում ցանկացած ինստիտուտ արգելվի, որը կարող է Ադրբեջանի տարածքային, այսպես կոչված տարածքային ամբողջականությունը հարցի տակ դնել։ Եվ դրա տակ հասկանում էին առաջին հերթին եւ նրանք բարձաբանում էին Դաշնակցությունը եւ հայրաքելական եկեղեցին։ Այսպիսով այս պահանջը ձևավորվել է դեռ 2024 թվականից, Ադրբեջանում դրա մասին խոսվել է եւ մենք հիմա տեսնում ենք այս նարատիվի մեջբերումը, ներմուծումը ստեղ։ Եվ
մենք տեսել ենք սկզբից խոսք է գնացել ինչ որ անհայտ սրբազանի մասին, հա, սկզբից ինչ որ սրբազանի անունը չի մեջբերվել, ինչ որ հայհոյախառը արտահայտություններ են եղել Փաշինյանի կողմից։ Դա սկիզբը չէր, մինչ այդ կառավարության նիստում եկեղեցիների որոշ եկեղեցիների ճուլանացման մասին էր խոսվում։ Այո, ճիշտ է, սկզբից ճուլաների մասին սկսեցին խոսալ, հետո սկսեցին հայհոյախառը արտահայտություններ անհայտ սրբազանի նկատմամբ, հետո սկսեցին խոսալ, որ առհասարակ եկեղեցում բարոյական իրավիճակը վիճելի է, իսկ հետո միանգամից հայոց կաթողիկոսը պետք է փոխվի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նպատակը դա է եղել, բայց ամեն կողմից փորձում են կպնել, տենում են մի կողմից չի կպնում, մյուս կողմից փորձում են գալ, մյուս կողմից փորձում են գալ, եւ պարզա որ հասարակության մեջ ցանկացած հարցում էլ վիճելի թեմաներ կան, այս հարցում էլ կան եւ փորձում են այդ թեման օգտագործել, բայց քանի որ հասարակությունը հասկացել է, որ ստեղ հարցը առանձին սրբազանների բարոյական պահվածքի մասին չէ, այլ հենց ինստիտուտի զավթման մասին է, հենց դրա համար մենք տեսանք, որ արձագանքը բավականին կոպիտ էր ու բացասական իշխանության համար։ Դրա համար էլ հիմա չգիտեն էլ որ կողմից կպնեն, բայց ասածս այն է, որ իրականում նպատակը ամենասկզբից հենց սա է եղել եւ համոզված եմ, որ սա կապված է Արցախի ու Ադրբեջանի օրակարգի հետ։ Վարչապետի այս impeachment-ի ենթարկելու այս փորձի ինչ հեռանկար կա նաեւ ընդդիմության համար, այսինքն ովքեր որ դա ձեռնարկել են եւ ձեռնարկող կողմը իր հերթի, ընդդիմադիրների մյուս թևը իր հերթի, ընդհանրապես հեռանկար կա impeachment-ի ենթարկելու վարչապետին։ Առհասարակ այս պայծրությամբ ընդդիմության մեջ ակնհայտ են անառողջ գործընթացներ։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը ունենալով շատ ցածր լեգիտիմություն զավթել է բոլոր ինստիտուտներ, թե քաղաքական, թե նաև զգալիորեն հասարակական։ Սա մի կողմից։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը չի համախմբվում։ Այսինքն մենք ունենք երկրում 100 կուսակցություն, որից մոտավորապես 10-ը քիչ թե շատ տեսանելի է եւ ակտիվ։ Այդ 10-ից գոնե կեսը այս թե այն ձևով ընդդիմադիր են այս իշխանությանը։ Մենք պիտի որ տեսնենք այս ինչ որ համախմբող գործընթացներ, հա։ Ավելին ասեմ, առաջ այդ գործընթացներ եղել են։ Անհաջող գուցե, արդյունքներով անհաջող, բայց ամեն դեպքում գործընթացներ եղել են, երբ որ 17 կուսակցությունը միավորվել եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք հակառակը, պարակտում ենք տեսնում եւ տեսնում ենք, որ ոչ միայն եղած քիչ թե շատ ընդդիմադիր կուսակցությունները միավորվում են, այլ հակառակ քիչ թե շատ համարվող, որ իրար հետ նմանություն ունեցող կուսակցությունները էլի վեճի մեջ են մտնում, իրար սկսում են ինչ որ բաների մեջ մեղադրել, հարձակումներ իրականացնել իրար նկատմամբ, եւ այդ impeachment-ը մեծ հաշվով այս տրամաբանությամբ է տեղի ունենում։ Այսինքն, լավ, մենք տեսանք, որ քաղաքական ուժերից մեկը եւ նաեւ որոշակի հանրային գործիչները պահանջում են impeachment իշխանության։ Այս impeachment-ի օրակարգը պետք է ունենա մի քանի չափանիշ։ Նախ պետք է ունենա հստակ հասցեատեր։ Հասցեատերը պետք է լինի խորհրդարանը։ Իսկ մենք տեսնում ենք, որ հասցեատերը ոչ թե խորհրդարանն է, ոչ թե վարչապետն է, այլ հասցեատերը այլ ընդդիմադիր կուսակցությունն է։ Այսինքն թիրախավորվում է ուրիշ ընդդիմադիր կուսակցությունը, որ այդ կուսակցությունը չի միանում։ Այստեղ իհարկե կարելի է դա ինչ որ կերպ հասկանալ, այն իմաստով, որ քանի որ այս կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ սկսել են իրար քննադատել, այդ բանավեճը սկսվել, թե ով է մեղավոր, որ Փաշինյանը եկավ իշխանության, չնայած այս բանավեճը ճիշտ ասած ինչքան էլ վիճեն անառողջ է այս պայծրությամբ, որովհետև ամեն դեպքում քննարկվում են 7 տարի առաջվա իրադարձություններ։ Չեն քննարկվում վաղվա իրադարձություններ։ Հասարակությունը ակնկալում է ընդդիմությունից վաղվա մասին խոսակցություն, ոչ թե 2018 կամ 2008 կամ ինչ որ ուրիշ թվականների մասին խոսակցություն։ Խոսք է գնում վաղվա մասին, այս կուսակցությունները դրա տեղը սկսել են իրար մեջ վիճել, թե ով է մեղավոր սրա մեջ, նրա մեջ եւ այլն, եւ հիմա դրվել է impeachment-ի օրակարգ որոշ հասարակական գործիչների կողմից, որոնք սկսել են ոչ թե մեջ բերել փաստարկներ, թե ինչու օրինակ իրանք պահանջում են impeachment, հա, թե ինչպես են նրանք տեսնում դրա իրականացումը, սկսել են հարձակվել մյուս ընդդիմադիր խմբակցության վրա։ Եվ այստեղ ես տեսնում եմ հիմնական խնդիրը, որ ընդդիմությունը բավական քանակ աթոռների չունի խորհրդարանում։
Այս պայդրությամբ ընդդիմությունը ունի, եթե ես չեմ սխալվում, 34 պատգամավորական մանդատ եւ կան 2-3 պատգամավորներ անկախ, որոնք տեսականորեն, այսինքն այդ քննարկումը ես ինչքան հասկացա, նախապես չի եղել, կարող են միանալ եւ այդ պարագայում impeachment-ի հարցը գոնե կարա դրվի քվեարկությանը։ Հետո գործընթացը մեկնարկի 36 պատգամավորի ստորագրության պարագայում։ Այո։ Եվ այստեղ գալիս է հաջորդ փուլ, որտեղ գոնե կեսը պետք է քվեարկի impeachment-ի օգտին, մենք տեսնում ենք, որ կեսը ընդդիմությունը չունի։ 50-ից ավել, այո։ Այո, կեսը մանդատների, հա, այսինքն 50-ից ավել մանդատներ։ Այդքան ընդդիմությունը չունի, մոտ 20 լրացուցիչ մանդատ է պետք։ Նրանք չունեն։ 20-ից ավել նույնիսկ, հա։ Այսինքն այդքան ընդդիմությունը չունի։ Հետո ինչ է անելու։ Չի ստացվելու է, որ նորից գործընթացը տապալվեց, այսինքն ես այս գործընթացի հերանեկար չեմ տեսնում։ Այո, ես հասկանում եմ, որ սա կարող է հանդիսանալ որպես նախընտրական քարոզարշավի մի մաս, սա տեսականորեն կարելի է նույնիսկ նորմալ համարել, եթե դա ինչ որ ձևով նորմալ կապիտալիզացնելու ծրագիր կա, բայց ես սա էլ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ ուղղակի ինչ որ իրար մեջ հաշվեհարդար տեսնելու ցանկություն ընդդիմության մեջ։ Ճիշտ ասած, ես դա եմ տեսնում ցավոք։ Վարչապետին այս անվստահության գործընթաց ձեռնարկած ուժը նշում է, որ նաև կդիմի փողոցային պայքարի, ի վերջո այդ փողոցային պայքարի գեներացման անհրաժեշտություն ակնհայտ կա, դրա մասին շատ են խոսում եւ այդ ուժը ասում է, որ մենք կարող ենք գեներացնել։ Դուք տեսնում եք այդ հեռանկարը, թե ոչ։ Տեսեք, փողոցային պայքար կարելի է միշտ փորձել անել։ Այսինքն անել այն մեծ հաշվով, ինչը հաջողեց Նիկոլ Փաշինյանին, ենթադրենք 18 թվականին։ Իսկ սա արդեն ուրիշ հարց է։ Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանը կարող ենք հիշել 2018 թվականին հունվարի վերջում փետրվարի սկզբում էլի շարժում է նախաձեռնել, առայն որ գնաճ է մեծացել եւ այլն եւ պահանջում էր գնիչեցում իրականացնել իշխանությունների կողմից։ Այդ պայքարին միացել են մի քանի 100 քաղաքացիներ եւ մինչեւ 1000 մարդ փողոց դուրս է եկել ինչ որ բան, հա։ Այսինքն այդ պայքարը տվյալ դեպքում անհաջող էր։ Հիմա ինչքանով կմիանան մարդիկ։ Այստեղ 2018 թվականի մայիսին ուրիշ գործընթաց է եղել, ապրիլ-մայիսին, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այդ գործընթացին պատրաստվել են շատ ավելի երկար իրականում, նույն Փաշինյանը ասաց, որ 17 թվականի հուլիսից սկսեց սպորտ դահլիճ գնալ պատրաստել ֆիզիկապես, դե մենք տեսանք, որ կարիք կար պատրաստվելու, հա, բացի այդ մենք տեսանք, որ տարբեր ուժերը վերախմբավորումներ, դասավորումներ եւ այլն եղել են, հետո մենք տեսանք ակնհայտ դրսից աջակցություն եւ այդ ամեն ինչը բավական երկար քաշել։ Հիմա արդյոք այս աշխատանքը օրինակ հանրապետական կուսակցության կողմից տարվում է կամ տարվել է։ Գուցե արդյունքներով կդատենք։ Երկրորդ հանգամանքը, արդյոք հանրապետական կուսակցությունը կկարողանա մոբիլիզացնել ուրիշ կուսակցությունների էլեկտորատը, հա։ Այս նախորդ ընտրությունների արդյունքի հանրապետական կուսակցության աջակցության ցուցանիշը, եթե ես չեմ սխալվում, 60,000 կամ մի քիչ ավել, հա։ Այսինքն դա բավական չէ, որպեսզի երկրում շատ լուրջ դժգոհության ալիքը բարձրացնի։ Այսինքն դրա համար պետք է ուրիշ կուսակցությունների էլեկտորատը միանա։ Էլ չասած, որ գուցե նաև Նիկոլ Փաշինյանի նախորդ ընտրած էլեկտորատը միանա իրենց։ Այդ գործընթացը կա, իմ համար վիճելի է։ Այսինքն իմ կարծիքով այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ընդդիմությանը, որպեսզի նրանք ինչ որ տեսանելի լուրջ ալիք բարձրացնեն, որը երկրում ինչ որ բանով իրավիճակ փոխի, չեմ ասում իշխանությունը փոխի, այլ իրավիճակ փոխի, հա, դա ես չեմ տեսնում, հա։ Մենք վերջին տարիների ընթացքում քիչ թե շատ կարելի ասել երկու նման շարժում ենք տեսել, առաջինը անմիջապես Արցախի հանձնումից հետո, որը գուցե այդքան շատ մարդաշատ չի եղել, չնայած որ ամեն դեպքում երկար է եղել եւ ամեն դեպքում նաեւ շատ մարդիկ էին հավաքվել ինչ որ բան, բայց ամեն դեպքում դա ազդել է, իշխանության մեջ լուրջ վերադասավորումներ են եղել, բազմաթիվ մարդիկ հրաժարական են տվել եւ այլն, երկրում լարվածություն եղել, որից հետո ընտրություն է նշանակվել։ Սա մեկ, եւ երկրորդը անցած տարվա Բագրատ Սրբազանի շարժումը, որը էլի մարդաշատ էր եւ որը իշխանության վրա ազդեց, բայց քաղաքական հետևանքներ ավելի քիչ էին։ Նման գործընթաց կարող է այսօրվա դրությամբ հանրապետական կուսակցությունը կամ թեկուզ ուրիշ կուսակցությունը նախաձեռնի, ես դեռ դա չեմ տեսնում։ Եվ հանրապետականի կողմից Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի
տեխնացիան այսպես առաջադրումը, դե գործընթացը ինքը պահանջում է սահմանադրության, եթե դու impeachment-ի գործընթաց ես սկսում, ապա վարչապետի տեխնացու էլ պետք է առաջադրես։ Դավիթ Համբարձումյանի առաջադրումը ինչի հետ է կապված եւ ընդհանրապես ինչի մասին է խոսում։ Մի կողմից կարելի է դիտարկել, որ այդ ընդդիմադիր կուսակցությունը պետք է առաջադրի այն մարդուն, ով որ հաջողել է։ Նաև հաջողել է իր ենթադրենք Դավիթ Համբարձումյանը մասին։ Դա ուզում գալ, այո, տվյալ դեպքում այս մարդը ունի հանրային մանդատ։ Այո, փոքր համայնքում, բայց ամեն դեպքում, այդքան փոքր չէ, ամեն դեպքում 20,000-նոց համայնք է, եթե ես չեմ սխալվում, հա։ Ամեն դեպքում ինքը ունի հանրային մանդատ։ Եվ դա տարբեր է այն բանից, թե եթե օրինակ առաջադրվեր, օրինակ Արմեն Աշոտյանը, որը մի կողմից ունի հանրային ճանաչելիություն, նաև զրկանքներ եկել է, բանտարկվել է եւ այլն ու շատ վիճելի գործով, հա, եթե չասեմ քաղբանտարկյալ է ուղղակի, բայց նա ունի մանդատ, որտեղ իրեն ինչ որտեղ ընտրեին, հա, բնակչությունը փաստացի այսօրվա դրությամբ, հա։ Բացի այդ մի հանգամանք էլ կա, եթե փողոցի մասին է խոսքը, ապա հնարավոր են իհարկե բախումներ եւ պետք են այնպիսի մարդիկ, ում բախումներ, եթե օրինակ ոստիկանությունը սկսի դեմ առնել եւ այլն, պետք են փողոցային առաջնորդներ։ Գուցե հանրապետական կուսակցությունը համարում է, որ Դավիթ Համբարձումյանը կարողանալու է ավելի շատ ժողովրդի հետ անմիջապես խոսալ եւ կազմակերպել նրանց, որպեսզի նրանք փողոցային ոնց որ գործողությունների մեջ ներառվեն։ Անցնենք արդեն տարածաշրջանային թեմաներին, իսկ տարածաշրջանը մեր շուրջը, այսինքն այն ինչ որ տեղի ունեն, դա կոպիտ ասած եռում է իրավիճակը։ Ինչու Իսրայելը հենց հիմա գնաց Իրանին հարվածելու, սրա մասին շատ վարկածներ ենք լսում, որ Իսրայելը կարող է գնալ այդ հարձակման, նաև վերջի օրեր մինչ այդ առաջին հարձակումը, իսկ դա ասենց ալիքաձև շարունակվում է, առաջին հարձակումից առաջ, այսինքն առաջի հարվածից առաջ 2-3 օր առաջ նույնիսկ Միացյալ Նահանգների մամուլում էր այսպիսի արտահոսք եղել տեղեկատվության, որ Միացյալ Նահանգներում արդեն տեղյակ են, որ Իսրայելը արդեն պատրաստվում է, Իրանն էլ իր հերթին հայտարարեց, որ բերում է մարտական պատրաստության ամենաառաջին բարձր աստիճանի իր զորքը, իր բանակները երկուսն էլ, թե կանոնավորը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Մի խոսքով կարծես բոլոր կողմերը արդեն սպասում են այդ պայթյունին, եղավ առաջին պայթյունը եւ շարունակվում է։ Իսրայելը հարձակվեց, Իրանը պատասխանում է, Իսրայելը շարունակում է։ Ինչու հենց հիմա։ Մի քանի հանգամանք կարելի է այստեղ տեսնել։ Նախ ես ճիշտն ասած չի ակնկալում, որ ԱՄՆ-ն կմասնակցի այս իսրայելական հարվածների մեջ, բայց մենք տեսանք, որ դա տեղի է ունենում դե ֆակտո, հա։ Եվ ինչու հենց հիմա մենք տեսնում ենք ամեն դեպքում, որ եթե Բայդենի կողմից Իսրայելի ներկա կաբինետը աջակցություն չէր ստանում, հա, Նեթանյախուն, ապա Թրամփի վերաբերմունքը լրիվ ուրիշ է, շատ ավելի իսրայելամետ է։ Եվ երևի թե Իսրայելը Բայդենի օրոք չէր կարող դա իրականացնել, Թրամփի օրոք ավելի հավանական է սա։ Սա առաջին հանգամանքը, որը իմ կարծիքով բավականին կարևոր է։ Երկրորդ հանգամանքը իմ կարծիքով հետևյալն է, որ ամեն դեպքում եթե նույնիսկ սկսել են պատրաստել ինչ-որ օպերացիան, նման օպերացիան շատ երկար պատրաստությունն է պահանջում, այսինքն ուղղակի տեխնիկական ընթացք, որպեսզի ամեն ինչը պատրաստվի, ամեն ինչը իրականացվի, որպեսզի դա արդեն հնարավոր դառնա, այսինքն երբ որ կարողացել են այդ ժամանակ են հարվածել։ Երրորդը իմ կարծիքով այն է, որ հենց այն պատճառը, որը պատճառաբանեց Իսրայելը, այսինքն Իրանը մոտիկացել է միջուկային զենք ստեղծելու պահին, եւ Իրանը արդեն քիչ-քիչ սկսեց ուրանը, այսպես ասած, արագացնել նույնիսկ հարստացման գործընթացը, դրա մասին խոսվում էր։ Այո, եւ անցած տարվա ընթացքում հրապարակվել է գնահատականը, որ Իրանը արդեն հարստացնում է ուրանը, արդեն մի քանի միջուկային ռումբին բավական քանակ ունի, հա, պայմանական մինչև 8-ը, մինչև 10-ը ասում էին, որ կա, եւ դա միայն նոյեմբերի տվյալներով անցած տարվա, հիմա հավանաբար մինչև 20 ռումբը Իրանը կարող է ունենալ տեսականորեն, ահա, եւ
պարզ է, որ արդեն Իրանը մոտիկացել է։ Իհարկե, սա չի նշանակում, որ Իրանը կհարվածեր Իսրայելին միջուկային զենքով, համոզված են, որ նման բան չէր լինելու, բայց Իրանը դրանով ձեռք էր բերում արդեն լրիվ ուրիշ կարգավիճակ տարածաշրջանային, եւ Իսրայելը փորձում է դա թույլ չտալ։ Եվ հենց իրանք տեսան, որ Իրանը արդեն այդ վերջնական ֆինիշին մոտենում է, հարվածեցին։ Հիշեցնեմ, որ Իսրայելը նման գործողություններ իրականացրեց նաև Սիրիայի ու Իրաքի դեմ ժամանակին, հա։ Սիրիայի դեմ, եթե չեմ սխալվում, 2005 թվականին, Իրաքի դեմ, եթե չեմ սխալվում, 80-ականների սկզբին։ Բայց հարցը այն է, որ Իսրայելը փորձում է թույլ չտալ, որպեսզի իր հարևանները, հատկապես այն հարևանները, որոնք իր նկատմամբ բացասական են տրամադրված, դաշնամաբար են տրամադրված, որ իրանք բավական չուժեղանան եւ մանավանդ չձեռք բերեն միջուկային զենքը։ Եվ դա այդ ռազմավարության տրամաբանության մեջ կարող ենք դիտարկել։ Ինչպես կարող է ազդել այս Իրանի եւ Իսրայելի առճակատումը, չասեմ մեր տարածաշրջանի հարավային Կովկասի վրա, այլ հենց Հայաստանի վրա, ինչպես կարող է ազդել, մենք ինչ ռիսկի տակ ենք։ Դե մենք տեսել ենք, որ Ադրբեջանը խոշոր հաշվով պատրաստվում է պատերազմին։ Նախ հունիսի 12-ին Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժություն ընդ որում, երկու անվամբ։ Առավել ևս, այսինքն տարբեր սցենարներն են մշակվում եւ դա ուզում եմ հիշենք, որ մոտիկ է թե Սյունիքին, թե Երևանին, հա, Նախիջևանը բավականին այդպես է աշխարհագրորեն տեղակայված։ Մյուսը Ադրբեջանը դեռ տարվա սկզբից հայտարարել է, որ Հայաստանը ֆաշիստական պետությունն է եւ Ադրբեջանը պետք է դեմ առնի։ Հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում շատ արագ, հատկապես Զավթաց Արցախի տարածքում իրականացում է ռազմական ենթակառուցվածքների կառուցում։ Վերջերս բացվել է Լաչինի օդանավակայան, որը իրականում ռազմաբեռնային բնույթ ունի, հա, եւ սա ինչի համար, որպեսզի սպասարկվի, եթե հնարավոր պատերազմ լինի։ Բացի այդ, Ադրբեջանը հիմա վրընդել է իր տարածքից բոլոր միջազգային մամուլի ներկայացուցիչներին եւ նաեւ միջազգային կազմակերպությունը, այդ թվում ՄԱԿ-ը։ Սա տեղի ունեցել ընդամենը 2 ամիս առաջ։ Եվ մենք տեսնում ենք, որ ամեն տեսանկյունից Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ Ադրբեջանը հաստատ Իրանի դեմ չի պատրաստվում պատերազմել, այլ հենց Հայաստանի դեմ։ Եվ այդ պատրաստումը կարող է հանդիսանալ կամ գործիք, որպեսզի Հայաստանի իշխանությանը ստիպի, որ նրանք գնան իր պայմաններին եւ այն տեղեկատվությունը, որ Փաշինյանը պետք է գնա Անկարա հունիսի 20-ին, գուցե դրա հետ է կապված։ Գուցե արդեն իրենց համար հայտնի էր, որ հարվածը լինելու է եւ Փաշինյանին արդեն ասում են, որ դու ձև չունես մեզ չլսելու եւ օրինակ պարտադրեն միջանցքի անցկացումը, օրինակ, կամ նման ինչ որ բան։ Փաշինյանն էլ որևէ բան չի արել, որպեսի նման ձևով իր հետ չկարողանան խոսալ, հա։ Սա էլ է լուրջ խնդիր։ Եվ այսպիսով մենք կանգնած ենք վիճակի առաջ, երբ Ադրբեջանը ցանկացած օրը կարող է մեզ հետ ուժի սպառնալիքով խոսալ։ Հիմա զսպողը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր, որը հիմա այլ խնդիրների մեջ է։ Այո, շատ ճիշտ է։ Եվ այսպիսով Ադրբեջանը կարող է տեսականորեն պայից օգտվել։ Նախ ինքը ակնհայտորեն օգտվելու է այս լարվածությունից եւ պահանջելու է Հայաստանից նոր զիջումներ, որովհետեւ այն համաձայնեցված տեքստը, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, Ադրբեջանը չի ուզում կնքել, չի ուզում ստորագրել եւ փորձելու է փոխել էլի իր օգտին, որովհետև ինքը տեսնում է նախ, որ Հայաստանը ամեն ինչին համաձայնվում է, բացի այդ, ինքը տեսնում է, որ քանի որ Հայաստանը ինստրումենտ չունի, ինքը կարող է շարունակել ճնշումը, բայց բացի դրանից ինքը տեսնում է, որ այն զսպման տրամաբանությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում, հիմա շատ խոցելի է։ Մի կողմից Ռուսաստանը, որը զբաղված է, մյուս կողմից Իրանը, որը էլի խնդիրներ ունի, եւ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից հետո մենք տեսանք, որ Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան էականորեն աճել է, հիմա մենք կարող ենք տեսնել նույնը Իրանի պարագայում։ Եթե Իրանը խճճվի այս պատերազմի մեջ, տուժի եւ հարձակումների ենթարկվի եւ արդեն ունակ չլինի արձագանքելու, ապա այո, հարձակումը չեն բացառում, որովհետև Իրանը վերջի տարիների ընթացքում հյուսիսում պահում է բավական լուրջ զորախմբեր, որոնք միտված են Թուրքիայի, Ադրբեջանի հարվածներին չեզոքացման ուղղությամբ։ Եվ
Առաջ, երբ որ Արցախը կար, Իրանը հյուսային սահմանի մասին ամբողջությամբ հանգիստ էր, իսկ հիմա արդեն չէ, հա։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ Իրանը եթե ստիպված է լինելու այս զորքը օրինակ հետ կանչել, այդ պարագայում Ադրբեջանը կարող է նաև իր բախտը փորձել, մանավանդ որ օրինակ Հայաստանի ներկայիշխանությունը Ռուսաստանի հետ են խզում հարաբերությունները այն առումով, որ Ռուսաստանի ներկայությունը լինի հարավային ճակատում, օրինակ Կապանում Ռուսաստանը ուզում էր հյուպատոսություն բացել, հա, եւ Հայաստանի իշխանությունները մերժեցին, կարելի ասել, հա, իսկ սա եւս որոշակիորեն զսպման գործիք էր լինելու։ Դուք անդրադարձեք այս թեմային, այո, Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտգործնախարարը այստեղ եղավ, այցով եկավ, շատ բան խոսվեց, իդեպ շատ նաև դրական արձագանքներ կային այդ այցի, նաև արդյունքների վերաբերյալ, բացի այդ ձեր նշած կետից, ըստ որի, այո, սպասվում էր, որ նաև Լավրովի ներկայությամբ հյուպատոսության հարցը կլուծվի, բայց չլուծվեց, չեմ ասում բացումը կլինի, այլ հարցը կլուծվի, այսինքն չլուծվեց։ Հայ-ռուսական հարաբերությունների մեջ մինչև Լավրովի այցը Հայաստան եւ այս այցի ընթացքում եւ հետո որոշակի փոփոխություններ մենք տեսնում ենք, թե ոչ։ Չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ եղել է հետեւյալը։ Այսինքն ներկա Հայաստանի իշխանությունը, հենց Փաշինյանը եկավ իշխանությանը, սկսեց իր արտաքին վեկտորի փոփոխության քաղաքականություն։ Հիմա դա կոչվում է դիվերսիֆիկացիա, բայց դիվերսիֆիկացիան ուրիշ բան է ենթադրում։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է, որ եղած համակարգը համալրվում է նոր ուղղություններով, բայց ստեղ մենք տեսնում ենք մի ուղղության չեզոքացումը եւ մյուս ուղղություններով փոխարինումը ոչ թե դիվերսիֆիկացիան, հա։ Եվ այսպիսով այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը սկսեց Ռուսաստանից դեպի արևմուտք գնալ եւ դեպի Թուրքիա, եւ այդ գործընթացը շարունակվում է։ Թրամփի ընտրվելուց հետո իրավիճակը սկսեց փոխվել, որովհետև Թրամփի ուշադրությունը հարավային Կովկասի նկատմամբ շատ ավելի ցածր է, քան թե նախորդ ամերիկյան իշխանության։ Հենց այդ պատճառով նախորդ իշխանությունը Ամերիկայի Բայդենի վարչակազմի ժամանակ վերջի օրերի ընթացքում ստորագրել են Հայաստանի իշխանությունների հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր, հա, եւ նրանք հասկանում են, որ եթե սա մնա, ապա Թրամփը դա չի ստորագրել են, բայց դա հետո կյանքի է պետք կոչել, իսկ ներկա իշխանությունները Ամերիկայում չեն ուզում զբաղվել այս տարածաշրջանով, չեն ուզում ստեղ ուժ ծախսեն, չեն ուզում ստեղ ներդրվեն եւ պատրաստ են այս տարածաշրջանը առհասարակ թողնել։ Թողնել ում? Թուրքիային, Ռուսաստանին, ում թողնել։ Թուրքիային ու Ռուսաստանին։ Թե Թուրքիային, թե Ռուսաստանին, նրանց մեկ է։ Եվ այս պայդությամբ ստեղծում է իրավիճակ, երբ Փաշինյանը պետք է ոչ թե արդեն ներկայացնի, որ ինքը գնում է դեպի արևմուտք, այլ պարզ ասի, որ ինքը գնում է Թուրքիա կամ հետ վերադառնա դեպի Ռուսաստան։ Մենք տեսնում ենք ինքը պարզ կարելի ասել ասում է, որ գնում է դեպի Թուրքիա։ Եվ օրինակ այսօր Արմեն Գրիգորյանը ասաց, որ մեր առաջնահերթությունը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավել։ Իսկ Ռուսաստանի հետ իրականում առաջնահերթությունը հարաբերությունները փչացնել ամեն ձևաչափով օգտագործվում է, մեդիայում քարկոծվում է եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք, որ քաղաքականությունը այդպեսին է ուղղակի, հա, այստեղ պետք չէ փորձել ինչ որ լրացուցիչ շերտեր գտնել, ինչպես որ անընդհատ տարբեր դավադրապաշտ փորձագետները անում են, իրականությունը հետեւյալն է, կա քաղաքական որոշում գնալ դեպի Թուրքիա եւ դա իրականացում է այս իշխանությունների կողմից։ Սա է իրականությունը։ Շնորհակալ եմ Հրանտ մեր հրավերը ընդունելու համար։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցեցի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Սա Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն էր։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։